Նիհա, ես Դավիթն եմ, Մարի գալուս էլեկտրամիների աշխարհ։ Ժողովուրդ, այսօր շոկային 10+ ռևյու ա լինելու, հատկապես հոնք չի վարողների համար։ Ժողովուրդ, ցավակցում եմ, բայց ես խաբել եմ։ Ձեզ մի այլ տիպի խաբել եմ, որովհետև այդ նույն արժեքով, այդ 7.500.000 դրամով, ուղղակի 45 օր սպասելով, կարելի է ունենալ հոնչից 10 անգամ ավելի լավ մեքենա, ինչը այս հոլովակում ես ձեզ փաստերով կապացուցեմ։ Ու դուք կհամոզվեք, որ հոնչին այս մեքենայի համեմատ ուղղակի 90-ականներից թվակողած չխկալուշ կա, թուրիմացությունը ավտո չի։ Եթե համատում ենք այս գժական Changan Nevo K1 A06-ի հետ, որը որ իր մրցակիցներին անխնավ ոչնչացրել է բոլորին։ Հոնչի ինձ չասեմ բաժանდა մոլեկուլների, Nissan N7, BYD Kinel, BYD Kin Plus, մի խոսքով բոլորին ուղղակի սատկացրել է, ոչնչացրել է այս էժան գնի մեջ, առաջարկելով այս ամենը, ինչ ունի այս ավտոն, ինչ ես այսօր կներկայացնեմ, ու դուք ինքներդ կհամոզվեք, որ սա ուղղակի ինքնարժեքից ցածր վաճառվող անխնա դեմպինգ է իր գնային սեգմենտում, ուղղակի մրցակից։ Եթե սեդան, ուրեմն A06։ Ուրիշ սեդան անիմաստ առնել, եթե խոսքը $20,000 մասին է, Ժողովուրդ, որովհետև այս մեքենան պատվերով Չինաստանից $19,900 25 թվի արտադրության 510 մաքսը։ Ժողովուրդ, ուրեմն այս մեքենան կառուցվել է հեղափոխական SDA պլատֆորմի վրա ու իր դիմացի կախոցը ի տարբերություն բոլորի այս գնային սեգմենտում ոչ թե Macpherson է ստանդարտ, այլ հեղափոխական, այս գնի համար հեղափոխական երկրծականի հանգանոց կախոց է, որը որ շատ ավելի կառավարելի է, շատ ավելի կայուն է, շատ ավելի որակով է ու երկարակյաց է, քան թե Macpherson-ը, ու որը որ դրվում է հանգանոց BYD Han L $33,000 Tesla Model 3 $30,000 plus ավտոների մեջ, բայց այս ավտոն $20,000 է ու այդ կախոցը ունի։ Ու քշելու Ժողովուրդ ջան, տարբերություն սարեր ձորեր է։ Այս ավտոյի կառավարելիությունը, ճկունությունը, ճոճը, համարյա չկա ճոճ։ Մի խոսքով այդ կախոցը իրոք նպաստում է ավելի լավ կառավարելիության, ոնց որ Տեսլաների մոտ է, ուղղակի այս ավտոն Տեսլայից մի քանի անգամ ավելի փափուկ է, Տեսլան դե տախտակա։ Ուրեմն դիմացը երկրծականի կախոցը հանգանոց, հետևը դե բազմալեզականի է, իհարկե։ Այս մեքենան մի այլ տիպի փափուկ մեքենա է, ես վարել եմ, ամենափափուկն է իր գնային սեգմենտում, առհասարակ սեդանների մեջ, ամենափափուկ սեդանն է, փափուկությամբ հավասար է իմ ավտոյին առանց կատակ, առանց շփոթվածության։ Ձայնամեկուսացումը գերազանց է այս գնային սեգմենտի համար, համարյա Yuan+-ին հավասար ամենաքիչ աղմուկ լսվող սեդանն է ընդհանրապես այս գնային սեգմենտում։ BYD Kinel-ը շատ ավելի աղմկոտ է։ Ուրեմն коэффициент лобового сопротивления այս մեքենայի մոտ Ժողովուրդ, ռեկորդային 0.21 է Tesla Model 3-ին հավասար։ Համեմատության համար ասեմ BYD Kinel-ը իր ուղիղ մրցակիցը 0.26 է, ինչը հեշտ լավ ռեզուլտատ չի, իսկ BYD Han L-ը 0.23 է, բայց ինքն էլ արժի $33,000 ու մեկը զիջում է այս ավտոյին, այդ առումով։ Այս ավտոյի բատարեյկեն, դա գիտեք, երկաթափոսֆատային 1 միլիոն կիլոմետր ռեսուրս ունեցող, երկարակյաց մինչև 20 տարի չհրկիզվող մարտկոցալ Cattle CATL ֆիրմայի, որը որ առաջատարն է շուկայում։ Հզորությունը 163 ձիաուժ է 510 վերսիայի մոտ, հա, այդքան հզոր չի, բայց եթե համեմատենք իր 630 մաքսը, որը որ նույն Kinel-ի գինն է, ցբխում է Kinel-ին պատերով, որտեղ 630 մաքսը 286 ձիաուժ է, Ժողովուրդ ջան։ Գազան է մի հատ, կայծակ ասենք, 286 ձի $22,000 մեջ ոչ մեկ չունի, ապշե ոչ մեկ։ Նա հոնչին 150 է։ Մարդը $22,000 փող է տվել, չխկլուշքին։ Հերիք չի 630 հեռահարություն ենք այդ գնի մեջ, որը ոչ մեկ այդ գնով չի տրամադրում, մի հատ 286 ձիաուժ, իսկ Kinel-ը ընդամենը 218 ձիաուժ է ու 545 հեռահարություն է։ Մի խոսքով գերազանց է։ Մրցակիցներին ինձ ոչնչացրել է այդ առումով։ Հետո այս մեքենայի լուսաձերբը Ժողովուրդ ջան, ես անձամբ չափել եմ։ Համարյա crossover-ի լուսաձերբը առանց կատակ։ Կարող է ինչ-որ հատվածներ կա, որ 17 չի, կարող է 16 լինի, դա ինչ-որ հատվածներ։ Ես ամենտեղ չեմ չափել, բայց հենց մարտկոցի տակ ուղիղ 17 սանտիմետր է մի բան էլ ավել։ 17 սմ սեդանի համար ուղղակի գժական է, բոմբա, հոնչին 14 է կարծում։ Մի խոսքով ինքը լավ բարձր սեդան է։ Kinel-ը հաստատ 15-ը չի անցնում, էսի 17 է։ Էդի մեծ պլյուս է, մի հատ մեծ պլյուս մեր Երևանյան ավիրած ճանապարհների վրա, այս ավտոն շատ ավելի հանգիստ, ավելի դուխով կարա քշեք, քան թե շատ ավելի ցածր լուսաձերբով սեդանները։ Ուրիշ այս մեքենայի մասին բեռնախցիկը ռեկորդային 650 լիտր հետևն է, այտենց բեռնախցիկ ոչ մի սեդան չունի։ Էդի crossover-ից BYD C-Line 06-ին հավասար ռեզուլտատ է։
պլյուս դիմացը ես սկսում եմ իհարկե ընթացքում 110 լիտրը դիմացի ֆրանկն է։ Մի խոսքով ուղակի խոսքեր չկան, այս ավտոն sense չգիտեմ, մեն որ բառեր չկան, լավից լավ, տոպից տոպ մրցակից առհասարակ չունեցող, եթե սեդան ուրեմն Ազրովից։ Նույնիսկ Ազր 7-ից լավն է, Ժողովուրդ։ Նույնիսկ Ազր 7-ից լավն է, որովհետև Ազր 7-ի մոտ, հա, ինքը մի քիչ ավելի չափերով մեծ է, բայց իր մոտ սովորական դեմը Մակֆերսոնն է, հնացած։ Իր լուսածերը 14 թե 15 սանտիմետր ընդհանրապես ինքը լավ ցածր է Ազր 7-ը։ Իմացեք այդ Ժողովուրդ ջան։ Հա, պրեմիեր գնում է, բայց խնդիրներ ունի ինքը։ Իր խադավոն այդքան էլ լավը չի, ու ես կոմենտ եմ կարդացել մեր հայ վարող Ազր 7-ը, որ գրել էր, ասում էր հա խադավոն տես լավը չի, նուրբ է, մի խոսքով տենց պինդ չի, ոնց որ այս ավտոյի մոտ, ոնց որ BYD-ի մոտ։ Բայց հա պրեմիերա գնում, իսկ այս մեքենան գնում է բիզնես, հա, բան չասացի, եթե տաքսու համար է, դեռ պետքա տանցաներ թեթևանեք, որ առնենք Ազր 7 թե Ազր 6։ Ազր 7-ն էլ նոր խմբականակ են ստանում Հորգոսում, 25 թիվի իհարկե, $19500 պրեմիեր վարելու համար, այսինքն ցուցանիշը։ Մի խոսքով Ժողովուրդ ջան, այս մեքենան հիմա ձեզ փորձեմ մանրամասն ներկայացնեմ, ապացուցեմ ձեզ փաստերը, որ այս ավտոն հոնչից 10 անգամ լավն է, 10 անգամ։ BYD Kineer-ից 3 անգամ լավն է, Tesla Model Y-ից էլի մի քանի անգամ լավն է, Tesla Model 3-ից։ Մի խոսքով մրցակից առհասարակ չունի այս գնային սեգմենտում գնացինք։ Ժողովուրդ ջան, ուրեմն այս մեքենայի փափկությունը, նայեք, մենք հիմա հորթ ու բորթ ճանապարհի վրով ենք անցնում։ Բավական հորթ ու բորթ։ Ինքը ուղղակի սենց կուլ է տալի փոսերը, համարյա չենք զգում։ Շատ փափուկ է։ Այս ճանապարհը, ասենք внедорожники ճանապարհը։ Այս սեդանը նենց անցնում, ոնց որ внедорожник կանցներ։ Անկեղծ, շատ փափուկ է։ Լրիվ գրունտային ճանապարհ է, լրիվ, սենց հող, սարեր, փոսեր, դարեր, շատ լավ է իրան պահում։ Հիմա անցնենք ասֆալտի վրա։ Հիմա տեսեք այս ավտոյի ռիվոկը։ Կայծակա 163 ձիաուժ է, բայց միևնույնն է կայծակա։ Հնդստանայ թռնում է, ուղղակի թռնում է։ Փոսերը իդեալական է անցնում, ուղղակի իդեալական։ Կառավարելիությունը գերազանց։ Մի հատ ճոճ չունի, պրոստը իդեալական է։ Ձայնամեկուսացումը գերազանց է, ուղղակի գերազանց է։ U+-ին հավասար է կարծում եմ։ Ժողովուրդ ջան, մի քիչ իրանց լոգոյից խոսանք։ Հարգարժան Չանգան ջան։ Ուրեմն այս լոգոն ճիշտ ասած ես հավանում եմ, եթե անկեղծ ինչ որ ֆուտուրիստական, ինչ որ այտենց տրոն խաղից ինչ որ ոգեշնչված, այտենց ինչ որ իմ վրա տպավորություն է թողում, բավական դրական, հատկապես լուսավորվող բան, բայց սովորական մարդկանց աչքերում հատկապես հայերի, էլի դուք իմացեք, որ Հայաստանում այս ձեր լոգոն, այս դիզայներներին խնդրում եմ փոխանցեք այս հատվածը, այս իմ ռոլիկի, առհասարակ մի հատ նայեք։ Ուրեմն կես մեր ազգի կեսի մոտ այս լոգոն ասոցացվում է 101 թվի հետ, 101 Չանգան ջան։ Իսկ այն մյուս կեսի մոտ, երևի ավելի շատ ուտել սիրող, պատարակա ափսե դանակ։ Ու իրոք դա տենց է։ Չգիտեմ, բատը չի, բայց հակասական է, կարծում եմ կարող մի քիչ ավելի լավ է լինել, բայց համատած չինական այլ լոգոների հետ, էսի հələ 5-6 բան հավաքում է 10-ից։ Վատ չի։ Միգուցե եւ 7։ Բայց միգուցե եւ ապագայում վերանայեք, չգիտեմ, էլի ինչ-որ մի խոսքով, ես հավանել եմ էլի լավ է։ Ժողովուրդ ջան, ուրեմն այս մեքենայի դիզայնը իմ կարծիքով իդեալական կատարյալ է։ Չգիտեմ, դիզայնը 10-10 եմ գնահատում, թե ակերի, թե նորարարական լուսարձակների, շատ գեղեցիկ է, անկեղծ, թե շիթը, այս մեր Xiaomi հիշեցնող բեզրամիջնի կողային հայները շատ ոճային է, մի խոսքով շատ էլեգանտ ոճային տեսք ունի այս ավտոն, մարդավարի աերոդինամիկ կրուճկաներով, արդեն շատ բավական սենց ռուսերեն ասած դաբրոտնի բացվող սենց ծանր, առհասարակ դուռը ծանր, էլի բեզրամիջնի, բայց մի հատիկ է, ապակին ֆուլ վերսիայի մոտ այգու հատիկ։ Ինքը սենց պարկում է, ու այս սենց գժական, տեսեք դուք, 145 աստիճանանոց, նա լյուքս, շքեղության վերջնա, չգիտեմ, $20,000 մեջ, կարծում եմ սա սենց բան ոչ մեկ չունի, սենց շքեղություն։
Հետևից էլ Ժողովյան բավական գեղեցիկ է, հատկապես գիշերը։ Բեռնախցիկը ահա բացվում է այսպես։ Ահա խնդրեմ, sense բանով ունի։ Wolfgang ջան, մի հատ օրինակ վերցրու։ Ռեկորդային 650 լիտր է, ռեկորդային, քանի որ սա liftback է, այլ ոչ թե sedan է։ Դե իրար իսկ ավելի շնորհ կողմիկներն է։ Էլ չասեմ, ստեղ մի հատ գժական, ինչպես տեսնում եք, Ժողովյան, գժական մի հատ էլի, այսին 200 լիտրանոց թե 300 լիտրանոց մի հատ գժական ակվարիում ունենք, ինչ ասես տեղ կանի, մի խոսքով տոպից տոպ է։ Հաջորդ նորարարական լուծումը Wolfgang ջան, ուրեմն ոչ մի BYD այսպես բան Ժողովյան, նայեք։ Բագաժնիկից կարում ենք նսատեղերը ղեկավարենք, որ իրանք պարկեն։ Սենց բան Ժողովյան, վապշը ոչ մեկ չունի, էլի բանականության գմփեցում է, դեմպինգ է, ուղղակի սենց մի հատ շուկան սենց պայթեցում է, էլի, այս գնի մեջ սենց բան ոչ մեկ չունի։ Մի հատ դուք նայեք։ Ուղղակի գժական է։ Իսկ full վերսիայի մոտ արդեն ստեղ կա 220 վոլտանոց ռազետկա։ Մենակ մինուսն էս ոնց ասել է, այս էլեկտրապրիվետ բագաժնիկայի կնոպկեն գիշերը գտնելը անհնար է, էսի մինուս չանգանջամ։ Գոնե մի հատ ինչ-որ լույս, ինչ-որ մի բան էլի, ասենք, ներկեի գոնե, էսի մինուս։ Քշերը вообще չես կարող գտնես։ Ուրեմն հաջորդ պլյուսերից Ժողովուրդ ջան, մի հատ նայեք ստեղ։ Ավտոմոդ բացվում է Wolfgang ջան։ Սենց բան BYD-ին չունի։ Ռեզինը կա, ոնց տենում ես։ Ու կնոպկով փակվում է։ Սենց բան вообще ոչ մեկ չունի։ Porsche Panamera է այս ավտոն։ 20000-ի մեջ։ Բայց մի հատ մինուս նշեմ, Ժողովյան, չգիտես խի չանկանենք որոշել են այս $2 պլաստմասի վրա էկոնոմիա անեն ու մի հատ են դրել։ Հարգարժան Չանգան ջան, ուր է այս մյուսը։ Չկա։ Չկա։ Լավ չէ։ Ուզենք խի մի հատ։ Հա, լվալուց հետո այս ավտոն ես լվացել եմ, համարյա մեջը ջուր չի հավաքվում։ 95% էսի պահում է, հա, բայց էսի պետք է էլի մեկը։ Ուր է։ Նետո։ Այս հետևի հատվածները Ժողովյան, էլի բոլորը գերազանց փայլատ պլաստիկ է, փայլատ է, ու այս ավտոյի լուսաձերբը Ժողովյան, ուղղակի կատարյալ է, գժական է, ես անձամբ չափել եմ, ու կարող է այս հատվածը 17 չի, ճիշտ ասած, բայց բատարեիկայի հենց տակ, հենց այստեղ ես չափել եմ 17 սանտիմետր է Ժողովյան, իր հիմնական լուսաձերբը, համարյա crossover-ի լուսաձերբը 17 սանտիմետր ռեկորդային, Honching 14-15-ը, A7-ը 14-15-ը, Kinel-ը կարծեմ 16 է։ Մի խոսքով, չգիտեմ, ուղղակի բոմբա, այս ավտոն վերջն է։ Այստեղ ունենք կամերա, ու full վերսիայում լիդար է լինում, քիչ տեսքը գցում է, հա, դա համաձայն եմ։ Ահա, տեսեք, ամբողջությամբ նստատեղերը պարկել են։ Այստեղ կարելի է քնել։ Էսի առավելությունը liftback-ի, որ դու կարաս այստեղ քնես երկուսով։ Իսկ սեդանում չես կարա։ Ասենք բարես չկարող է, պրոստը սենց չգիտեմ, այս ավտոն վերջն է։ Անվա հեծերը R18 են, Ժողովուրդ ջան, բավական գեղեցիկ դիզայնով։ Հաջորդ նորարարական բանականության պայթեցումը Wolfgang ջան, ոչ մի BYD, вообще ոչ մի ավտո, այսինքն էլի Geely, չգիտեմ, Honchi, ոբշում էլի 20000-ի մեջ, Ժողովուրդ ջան, մի հատ նայեք ստե։ Ով ունի սենց բան, вообще ոչ մեկ, իսկ full վերսիան առհասարակ ինքը սենց ավտոմատ բացվում է, դա էսի full-ը չի, էսի 500 մաքսն է, բայց դաժե բացելով ինքը գազովի ուկորների վրա է։ Ահա, խնդրեմ, էլի երկաթից ձողիկը չի։ Նա դուք ստա նայեք։ Ասենք մորթել է բոլորին, բոլոր մրցակիցներն այս ավտոն մորթել է, 20000-ի մեջ տալով են ամենը ինչ որ դուք հիմա տեսաք։ Փաստերով տեսակ, այս ավտոն Honchi-ից 10 անգամ լավն է, Ժողովուրդ ջան, յան տվեք այդ Honchi-ից, մի առեք այդ Honchi-ին, խնդրում եմ ձեզ, քշեք լավ էլեկտրոմոբիլ։ Գժական դիմացի ֆրանկով։ Գժական դիմացի կախոցով, որը որ երկլծականի բոմբ կախոց է, էլի Macpherson չի, ասենք, մի հատ նայեք, ալյումինե կախոցը առհասարակ այս գժական որակով բանը, էլի ես խնդրում եմ, ասենք, այդ Honchi-ից յան տվեք։ Ժողովուրդ ջան, ինչպես նաև մեր NFC քարտը ավանդական ստեղ չի։ Ես այս ավտոմոբիլը տալում եմ մեռա փորձերով, ասի չի աշխատում երևի։ Իր NFC-ն բարձվում է այստեղ, Ժողովուրդ ջան, այստեղ։ Ահա, խնդրեմ։ Ավտոն բացվեց։ Իմ կարծիքով այստեղ ավելի հարմար է Wolfgang ջան։ Այստեղ ավելի ճիշտ է, էլի, դու հենց մոտիկանաս, մի անգամ ես դռան մոտ դնես, ավտոն բացես, ոչ թե մի հատ գաս ստեղ, իրան դնես, հետո հետ գաս ստեղ, դուռը բացես, մի խոսքով չանգասի քեզ ապացուցում եմ, որ ճիշտը ստե է Wolfgang ջան։ Ընդ է սխալ է։ BYD-ի մոտ ընդ է։ Մի հատ վերանայի։ Ճիշտը ստե է։ Ժողովուրդ ջան, ուրեմն այս մեքենան ինչպես գիտեք ցինկապատ է, հիմա լաքապատ շերտներ ես ձեր աչքի առաջ շապեմ ու դուք համոզվեք, որ ինքը էլի ռեկորդային
ուղղակի ռեկորդային ցուցանիշներ ունի 190։ Սենց ցուցանիշ BYD-ին չունի։ BYD-ին 130, 150, խնդրեմ, 180։ Ասենք Mazda-ն մի 100-110 է, ժողովուրդ ջան։ Mazda IZ60 թանկանոց 225 185 ուղղակի գժական է 176 201 Դուք մի հատ նայեք այս ավտոյի հաստությունը լակապած շերտը Geely-ին անցան Geely ենք որ համարվում են ամենալավը լակապած շերտը այս ավտոն անցավ 282 ժողովուրդ ջան դուք ստե նայեք համարյա 300 սենց ցուցանիշ վապշը ոչ մեկ չունի ասենք Volkswagen ջան մի հատ օրինակ վերցրու մարտի 20000-ի մեջ 218 200-ից ցածր ցուցանիշ ինչ որ հատուկ են տեղերում է ժողովուրդ ջան հիմնականում 200+, 205 գերազանց է, ուղղակի գերազանց է, ես զարմացած եմ։ Ոնց կարա 20000-ից ավտոն լինի ավելի հաստ լակապած շերտով, քան թանկանոց Mazda IZ60-ը։ Նստե նայեք 267։ Առհասարակ այս բագաժնիկը առհասարակ հաստակստած, հա, 272։ Ասենք դուք մի ստե նայեք, ասենք, երբ փաստերը վես ավտոն, լյուբոյ ավտոից, լյուբոյ սեդանից, ժողովուրդ ջան, 10 անգամ լավն է։ Լյուբոյ ցուցանիշով, ցանկացած ցուցանիշով։ Ասենք փաստերով էլի, ասենք, ասելով չի էլի պրոստը։ Այս պարոգները նայենք։ Ահա, խնդրեմ, պարոգները դա ինչպես ավանդական քիչ է, 137-ը, բայց 130 BYD-ի միջին լակապած շերտն ավտոյի, ոչ թե պարոգների։ Պարոգներին BYD-ին 100 չկա։ Ահա, խնդրեմ, այս ավտոն 25 թվականի արտադրության, հա, բայց 10-րդ ամիս։ Ժողովուրդ ջան, մի խոսքով համոզվեցիք բոմբից բոմբ ցուցանիշ լակապած շերտը ամենտեղ ուղղակի կատարյալ է։ 200+, 200-ից 280։ Ասենք, ես զարմացած եմ ուղղակի, ոնց կարա 20000 ավտոն սենց լավը լինի, սենց որակով լինի ու նույնիսկ 28000-29000 ավտոներին հաղթի։ Ես ուղղակի զարմացած եմ, չգիտեմ ոնց եմ չանգանցիկ արել, միանշանակ դեմպինգը անխնան, մինուս են գնացել, ես չեմ հավատում, որ այս ավտոն սենց ամեն ցուցանիշով 10-ից 10 խփելով իրանք ինչ-որ եկամուտ ունեն, ես չեմ հավատում։ Չի կարա $20000 ավտոնը լինի սենց հաս լակապած շերտով, դիմացի կախոցը թանկանոց երկրծականի, որը դրվում է որ BYD հան էլի մեջ $32000-նոց, սենց կուզովով, սենց ֆիչաներով, չգիտեմ էլի ժող, մագիա է թե ինչ է, բայց օգտվեք, քանի կա օգտվեք, ժող։ 20000-ը ունենում եք $30000 ավտո, անկեղծ եմ ասում ձեզ։ Porsche Panamera այս մեքենան 10 անգամ Porsche-ից էժան։ Էսքը մի ուրիշ տիպի սիրուն է, թե հետևից, հատկապես հետևից, թե դիմացից։ Գիշերը էլ չասեմ։ Տարվա հայտնությունն է, Viber, WhatsApp, աղբորպես պատվիրեք, օգտվեք, քանի կվոտա կա, քանի կարան 26 թիվ գործարից պատվիրենք, 3.5 ամսում կհասնի, կամ Հորգոսի ավտոները 25 թիվ կհասնի 45-ից 50 օրում, լավ 60 մաքսիմում։ Մի բաց թողեք ձեզ շանսը, ժողովուրդ ջան, Nevo Azrovet, այսքան ավտո եմ քշել, այսքան review եմ արել, ամենալավը էսի է, ամենալավը էսի է, Q5-ից էլ լավն է, BYD-ից լավն է միանշանակ, բոլորից լավն է, Porsche Panamera-ը 10 անգամ Porsche-ից էժան, Viber, WhatsApp պատվիրեք։ Ժողովուրդ ջան, հիմա գիշերային լուսավորությունը մի հատ տենանք, շատ գեղեցիկ է, ահա խնդրում տեսեք հələ։ Ասենք լուսարձակները ուղղակի լուսատվությունը հոնչից 10 անգամ լավ լույս է տալիս BYD-ին հավասար։ Չնայած որ ինքը լուսարձակը տենց եսի մինչ մեծ չի, ահա խնդրեմ, բավական փոքրիկ է, բայց լուսատվությունը գերազանց է։ Դե արտաքին տեսքը չասեմ։ Ամբողջությամբ սենց լուսավորվում է, իրանց լոգոն է լուսավորվում։ Ու մի հատ տեսեք, երբ որ պավարոտնիկը միացրած է, ինքը ինչ գեղեցիկ ձևի է լուսավորում։ Իրան չնկատելը անհնար է։ Համ հայլի վրա կա։ Մի խոսքով լուսավորությունը էլի 10-ից 10։ Հետևից է նայենք։ Էլի շատ գեղեցիկ է, շատ երևի ավելի գեղեցիկ է, քան դիմացից։ Եվրոպական ինչ-որ գժական թանկանոց ավտոյի լուսավորություն է։ Ահա խնդրեմ, ներսի պատվետքեն հեսա կնայենք։
Գիշերը այն լուսավորությամբ այսպես տեսք ունի գիշերը այս բացվետք են շատ սիրուն է ողջ սրահով գնում է հետևն էլ կա այսա շատ գեղեցիկ է ահա խնդրեմ լուսավորությունը մեր գերազանց ուղղակի ահա գիշերով տեսեք ինչ տիպի մեծ ու լավ լուսավորություն է նույնիսկ աչք է ծակում այս մեր հայրին գերազանց է ուղղակի տոպից տոպ լյուքսային ավտոները sense բան չունեն Ժողովրդյան վաղորդի նստատեղն է Երբ դուրը բացում ենք, այս մեր նստատեղը հետ է գնում, լյուքս ավտոների պես, հետո գալիս է առաջ, լրիվ պրեմիում սեգմենտ է, ահա խնդրեմ, նոր եկավ կանգնեց իր տեղը։ Մատերիալները կատարյալ են ուղղակի, BYD-ին չզիջող, իսկ ինչ որ տեղերում BYD-ից կարծում եմ առավել, էլի ես գժական, ստրոճկան ամենտեղ կա, հարթ։ Մի խոսքով մատերիալների որակը, այստեղ անվար լիցքավորում ունենք։ Ուղղակի գերազանց է, իսկ այս կնոպկաները առհասարակ BYD-ից էլ ավելի որակով են կարծում եմ, այս կառավարման ապակիների։ Այսի մեր քշերային բացվածքն է, դե գիշերվա բանը կցույց տամ, մի խոսքով գերազանց է, ղեկը, ուստի մի հատ մինուսիկ ունի, ինքը մենակ այս սրանք ֆիզիկական կոճակներ չեն, ֆիզիկականը մենակ այս ռոլիկներն է, սանսով է կառավարում, բայց դա էլի գոնե կա, սենսոր չի էլի, Volkswagen-ի պես։ Մոնիտորը, արագությունը մի հատ զգացեք Ժողովրդյան։ Այսի արդեն Q5 չի էլի, ասենք, այսի արդեն թռնում է այս ավտոն, լրիվ ուրիշ լեվել է։ Այս ավտոն արդեն թռնում է, կայծակ է։ Իր արագությունը գերազանց է։ Ստե մենք ունենք մի հատ sense լավ, շատ լավ ֆիչա, հավելյալ ընդամենը $100 տալիս եք, ունեն մեկ ֆիզիկական կոճակներ, ոնց որ Xiaomi-ի մոտ է։ Թե չէ ստանդարտով սրանք չի գալիս, այսի տակից sense կպնում է։ Սա գերազանց որոշում է ընդամենը $100։ Անդրար լիցքավորում էս գնի մեջ, գերազանց է։ Մենք ստե այսպես շատ լավ լուծում ունենք էլի կառավարման վահանակա ու այս բանը դրածա որ ինքը փոխի ավտոյի բանը ռեժիմները սպորտ ու չինարն է հիմա եկել թարգմանվել ընդամենը $200 մի խոսքով այս ռեժիմներն է փոխում ավտոյի վարման սպորտ կոմֆորտ մի խոսքով գերազանց է էլի ֆիզիկական կոճակով ենք փոխում այլ ոչ թե պլանշետի մեջ այստեղ ունենք գժական այսինքն գժական ուղղակի այսինքն խորը երևի մի 30 լիտր բարդաչոկ ու ռեզինա հատակը շատ լավ արած այս երևի soft touch մատերիալ ոչ մի պրետենզիաներ մատերիալները իդեալական են BYD-ին ոչ մի բան չզիջող ուղղակի գերազանց նստատեղերը Ժողովուրդ ջան էլի գերազանց է BYD-ին չզիջող ոչ մի բանով շատ հարմար որակով ձիգ նստատեղեր են փափուկ հաստատ ջիլից երկու անգամ լավ ջիլի ջան ձեր նստատեղեր մատերիալներ մի հատ վերանայեք էլի ասենք իրոք ձերը լավ չի Ստեղ Ժողովրդյան, ուրեմն sense գժական, ուղղակի գժական, այսպես խորը, դեմը տեսեք ինչ խորը։ Ստեղ ինչ ասես կմտնի, ասենք, սումկա, չգիտեմ, չեմադան, ինչ ասես։ Շատ խորն է, էլի ասենք, գժական է։ Ջիլի ջեմին չզիջող ոչ մի բանով։ Կատարյալ է։ Sense բարդաչոկ ոչ մի BYD չունի։ Вообще ոչ մի ավտո չունի, մենակ ջիլի ջեմին ունի։ Դինամիկների որակը մի հատ նայեք հələ։ Կատարման որակը ու երաժշտությունը նույնպես բավական լավ որակի է։ Առաստաղի մատերիալը վատը չի, չեմ կարող ասեմ գերազանցա, բայց վատը չի։ Եվ միակ մինուսը էս լակապատ շերտն է, լակապատ բանն է նորից ու էլի տապորավարի ավերոնքեն չպացածա վերևը, չգիտես խի չանգանջան խեք սենց արա։ Այս հայլին մեր ներքև վերև ֆունկցիայով է, ըստե մի հատ շատ գժական, ուղղակի գժական, քշերվա բանը կցույց տամ էլի։ Նա տեսեք հələ ինչ մեծ Sense մեծ հայլի, вообще ոչ մեկ չունես գնի մեջ, էլ չասեմ ուժգնությունը ղեկավարվում է, լույսի գույնը ղեկավարվում է։ Մի խոսքով կանանց աղջիկների համար ուղղակի իդեալական որոշում տոպից տոպ։ Մի խոսքով Ժողովուրդ ջան, սրահը ուղղակի գերազանց է, այնտեղ նիշան ունենք, բավական խորը։ Ուղղակի գերազանց է, հաստեղ մի հատ Ֆուտլարչիկ ունենք ակնոցների համար էլի շատ լյուքսային, շատ որակով կատարված, հեչ չես ասի, որ էսի $20,000 ծախտել, ոնց որ Porsche Panamera-ի մեջ լինենք։
Պանորաման ղեկավարվում է, խնդրեմ, պլանշետից, բայց հետևի նստողը նույնպես կարա պանորաման ղեկավարի, հեսա կցույց տամ։ Մի խոսքով գերազանցա, մեկը երևի մինուսներից է, հետևի ապակին, տեսադաշտը բավական փոքր է, երևի ամենափոքրն է, քանի որ լիֆտ բեկա, այլ ոչ թե սեդան է։ Բայց պանորաման էլի շատ մեծ, շատ գեղեցիկ, կատարյալ, Tesla Model Y-ին ոչ իմանալու չզիջող, մի խոսքով ուղղակի այս բյուջեի համար ուղղակի գերազանցա, ուղղակի 10-ից 10-ը։ 10-ից 10 իրանց Q1 լոգոյով, որը արդեն հայերը կամ ասում են 101, կամ ասում են դանակ պատարակախ, դանակ ապսե պատարակախ, մի խոսքով հայավարի ինչ-որ անուն են դրել, վաղորդի դիսպլեյը էլի գժական ինֆորմատիվ, ինչ ասած չի երևում։ Մի խոսքով Ժողջան սրահը գերազանցա, ուղղակի գերազանցա, խոսքեր չկան 10-ից 10։ Ժողջան, ուրեմն մի հատ նայեք այս հետևի տարածքը։ Նախ էսի միակ մեքենան է, որ նստատեղը 145 աշնան սենց պարկում է, այս տիպի հետ, այս գնային բյուջեյում, ահա տեսեք։ Ну, Toyota BZX-ն է պարկում, բայց այնի արդեն high level թանկանոց է, էլի, եսի 20,000-ից ավտո է, հարցը գնի մեջ է։ Ուրեմն տեսեք ինչքան մենք այստեղ տեղում ենք շատ։ Ֆուտբոլի դաշտ է, սեդանի համար գերազանցա, հոնչին ոչ իվանում չզիջող, միգուցե հոնչից էլ ավելի շատ տեղ կա այստեղ, կատարյալը գերազանցա ուղղակի։ Ունենք այստեղ կարմանչիկներ։ Ունենք պլանշետի համար տեղեր, Հարգաժան Վոլֆգանգ ջան, BYD-ին sense բան չունի։ Բացի այդ, ունենք այսպես գժական, ուղղակի գժական, sense բան ինչ, вообще ոչ մեկ չունի, ժողովուրդ ջան, մեծ նայեք հələ։ Sense պատլակոտնիկ, այսպես գժական, մեծ, իդեալական է, ուղղակի հեռախոսի դնելու տեղով, ոչ մի փալու մակերես չկա, այս կատարումը շատ հավանացի։ Տոպից տոպ պատլակոտնիկ է, այդ գնա գալիս եմ իդեալական արած։ Ուրեմն այս նստատեղը հարմար, շատ հարմար է, նստում ես sense կայֆ ես վռում, պանորաման իդեալական, ինչպես տեսնում եք, էլ չասեմ, ստե մի հատ հեղափոխական լուծում կա Վոլֆգանգ ջան, ուրեմն ոչ մի BYD նախ տաքացում հովացում այս գրի մեջ ոչ մեկ չունի, ոնց արդեն ասացի Վոլֆգանգ ջան, 20,000-ի մեջ ընդամենը հետևի նստատեղի տաքացում հովացում։ Բացի այդ, Ժողովուրդ ջան, ուրեմն հետևի նստողը ոնց տեսնում եք կառավարում է պանորաման, ահա խնդրեմ, այս կոճակով հետևի նստողները, ահա պանորաման բացում փակում են։ Սենց բան вообще ոչ մեկ չունի։ Ուղղակի սենց ցբխելա բոլորին պատերով էս մեքենան, այս նորարարական ֆիչաներով։ Ուղղակի սենց բան առասարակ չկա։ Մատերիալների որակը էլի կատարյալ է։ Այս պատվերք են գիշերային, շատ գեղեցիկ։ Այստեղ USB Type-C воздухозаборникները։ Մի խոսքով կատարյալ է որակը բանը նստատեղերի։ 10-ից 10-ը։ Իրոքից 10-ից 10-ը Վոլֆգանգ ջան ոչ մի BYD, սենց որակ, սենց կոմֆորտ, սենց նորարարական ֆիչաներ, սենց պարկող սպինկաներ չունի։ Հա, մեկ է ժողովուրդ ջան, ստե մի հատ էլի լավ ֆիչա կա, ահա խնդրեմ տեսեք։ Թանկանոց ավտոների պես երկաթից կրիչոկ է, պայուսա կախելու համար։ Սենսորային լույս, այսինքն գեղեցիկ բռնակ, մի խոսքով ստեղ ռուսերեն ասած всё продумано до мелочей վիճակա, ուղղակի սենց բարեր չկան, ես ապշացեմ ոնց կարա 20,000-ի մեջ սենց որակ լինի։ Դեմպինգը անխնա։ Այս ավտոյի մեջ չհանգանում մինուս է գնում։ Ես չեմ հավատում, որ ինքը ինչ-որ մի հատ եկամուտ ունի, սենց որակ տալով, այս էժան գնով, որ մենք կարող ենք 19,900-ով այս ավտոն Երևանում ունենանք, ուղղակի կատարյալ է։ Որ կարանք պանորամա կառավարենք ստեղից։ Ու ոնց տեսնում եք, պանորաման այս կողմից է բացվում, Ժողովուրդ ջան, ոչ թե այն կողմից։ Ու այս ավտոն գնում է բիզնես։ Հարգարժան տաքսի վարողներ ջան, հոնչի պես գնում է բիզնես, բայց հոնչից ոնց տեսնում եք փաստերով 10 անգամ լավ մեքենա է, 10 անգամ։ Ժողովուրդ ջան, մեկ էլ կամերաների որակը ձեզ ցույց տամ, էլի բավական որակով են այս գնի մեջ, բավական։ Չեմ կարող ասեմ տոպից տոպա, չէ, բայց միջինից բարձր։ Միանշանակ այս գնի համար լավ։ Խնդրեմ, ընդհանրապես 6 կամերա է, ֆուլի մոտ 12 հատ է Ժողովուրդ ջան, բայց ընդհանրապես 6-ով մենք այս 360 տեսադաշտը, խնդրեմ,
ամբողջությամբ տեսնում ենք, այն 12-ը չգիտեմ էլ ոնց ենք տենում, երևի Sputnik-ից ենք տենում այս ավտոն երևի, եթե 12-ա, ֆուլի մոտ 12-ա, բայց այս 6-ը էլի լրիվ հերիք է ժողովուրդ ջան։ Ծովա, անպայման չի լինի 12 վատ էլի։ Հա, հոնչի պես մի հատ չպետք է լինի, իհարկե, հարգարժան հոնչի ջան։ Մի հատ ստենայի էլի ասենք։ Մի հատի կամերն որն է, ամոթ ձեզ, գետինը մտնեք դուք, մի արեք հոնչի, ժողովուրդ ջան, մի հատ նայեք, 16 հատ պետք է լինի, էլի, 360 պետք է ունենա 25 թվի ավտոն, ոչ թե մի հատ հետևի կամերա 90-ականներից տեղակողած։ Ժողովուրդ ջան, դե քանի որ գիտեք, իմ մոտ ամեն ինչ մերկ փաստեր դառը ճշմարտություն, pravda v lоб, ներածողներ թող նեղանան կամ հարկային վարդագույն ակնոց։ Հիմա ես մեղավոր չեմ, որ այս ավտոն հոնչից 10 անգամ լավն է ու դուք խաբվել եք, ձեզ խաբել են, հոնչին ձեր վրա ղժում է, ձեր վրա տուլի տարը մի հատ չխկելուշ կա, ասենք այն նույն գնով, որը որ կարող լիներ այս գժական 10 անգամ ավելի լավ ավտոն։ Ցավակցում եմ ձեզ, հարգարժաններս ու ապագա հոնչի վարողներ ջան, ես ձեզ խնդրում եմ, մի արեք հոնչի, էլի, այս վերջեցեք զանգուն հոնչ են հարցնում, ես ցավը տանեմ, այս ավտոն 10 անգամ հոնչից լավն է, ինչ հոնչի։ Նևը A06, ժողովուրդ ջան, մոռացեք հոնչի, հիմա ես հոնչի չեմ ծախում, ես ժեղ չեմ ծախում։ Ուրեմն այս ավտոյի մինուսներին անդրադառնանք, որը դե իհարկե կան, բայց շատ մանր մուներ են։ Իմ համար ես առանձնացրել եմ 5 հատ մինուս։ Start stop-ի կնոպկա նորից չունենք հարգազան Չանգան ջան, դե լավ էլի խի, ասենք ներվայնացնում է այդ հանգամանքը։ Ավտոն չես կարում անջտես։ Ուզում ես դուրս գաս, չես կարում անջտես։ Հետո հետևի ապակին տեսադաշտը շատ փոքր է, երևի ամենափոքրն է, իրոք դիսկոմֆորտ առաջացնում։ Այս ավարյոնքն ճպցած է, էլի տապորական հոնչից ոգեշնչված ստեղ, էլի անհարմար է, խիեք sense անում, ես չեմ հասկանում ոչ մի տիպի։ Էլ չասեմ ես լակապատ է վիճակը, բայց համենայն դեպս էսի մինուս է։ Հետո բեռնախցիկի էլեկտրապրիվոդի կնոպկեն ընդհանրապես գիշերը ընդհանրապես չի երևում, իրան պետք է մանգաս, որ գտնես, որ կողմկես սխմես, գոնե ինչ որ պատվետ կա $1 կամ ինչ որ կարմիր գույն ներկեիկ էլի, ասենք, ահա որ վատ է արած այդ պահը, էլի, չես կարող փագես, չես կարող գտնես ինքը որտեղ հատկապես գիշերը։ Ու վերջում երևի այս ավտոյի ձիա ուժերը այդքանը հզոր չեն, 163-ն է, բայց դա այս գնի համար դիտաժը տենց մինուս էլ չի, որտեղ 20000-ի մեջ ցանկացած մեքենա հոնչին 150 ձիա ուժեր, այսինքն մի հատ 13 էլ ավել է։ Դա մար տենց մինուս չի ասի, նու հա թեթև մինուս։ Ժողովուրդ ջան, մի քիչ խոսանք կոմպլեկտացիաներից, ինչ էլի կարևոր բան է։ Ուրեմն, այս ավտոն ունի համ էլեկտրական, համ հիբրիդ։ Էլեկտրականները սկսում է պատվեր գործարարից իհարկե, որ գործում արկայա մենակ այս 510, մաքսը $20000 ու $19900։ Ուրեմն 510 Pro-ն արժի 19500 պատվեր գործարանից ու ինքը ամենաբազային կոմպլեկտացիան է, տաքացում հովացում չունի, մի խոսքով ամենաբազայինն է։ 510 մաքսը ուղղակի գժական է, այս $20000-ի համար վերջն է, որտեվ հերիք չի դիմացի նստատեղերի տաքացում հովացում ունենք ժողովուրդ ջան, մի հատ էլ հետևի նստատեղերի տաքացում հովացում ունենք 20000-ի մեջ։ Վոլգանգ ջան, BYD-ի մոտ հետևի նստատեղերի տաքացում հովացումը, ինչը կարևոր է երեխաների համար, էլի, սկսում է $32000-ից։ Մի հատ օրինակ վերցրու մարդկանց, այս 20000-ի մեջ մենք դա արդեն ունենք։ Ոչ մի սեդան, вообще ոչ մի ավտո, ոչ մի էլեկտրոմոբիլ ժողովուրդ ջան, այս գնի մեջ նման շքեղություն չունի։ Էլ չասեմ հետևի սպինկաները 145-աշյան պարկում են։ Այդպես բան вообще ոչ մեկ չունի այս բնավ այս սեգմենտի մեջ։ BYD ջան, մի հատ օրինակ վերցրու։ Մի խոսքով այս 510 մաքսը անլար լիցքավորում ունի։ Ինչը էլի այս գնի մեջ հեղափոխական է։ Գժական է, ուղղակի գժական է։ Հետո մյուս կոմպլեկտացիան գալիս է 630 Pro, ինչը արդեն ձիաուժերը բարձրանում է, դառնում է 286, հեռահարությունը 630 կիլոմետր, ուղղակի էլի հագեցածությունը չկա, բայց արժի $21000։ Իսկ արդեն 630 մաքսը երևի ամենաօպտիմալ, ամենալավ գին որակով, ամենալավ տարբերակը հզոր ավտոյա, հագեցված ու ընդհանրապես $22000 26 թիվ պատվեր գործարանից Երևանում կլինի 3-ից 3.5 ամիս հետո $22000 պատգրուջ Viber WhatsApp պատվեր կանխիկով։ Ամենալավ տարբերակն է 630 max։ Հետո արդեն գալիս է 630 LiDAR Ultra, 630 Comfort Ultra, որտեղ որ իրancs տարբերությունները ընդեղ մեկի մեջ 12 կամերայի է LiDAR ավելանում, այդ LiDAR Ultra-ի մեջ, բայց Mersun դինամիկները 20 հատ ու սառնարան չկա, իսկ այն մյուսի մեջ արդեն կա սառնարան, պրոյեկցիա, Mersun 20 դինամիկ, բայց կամերաները կարծեմ 6 հատ է, LiDAR չկա, մի խոսքով այդ արդեն դուք ընտրեք որը թե որը, ու ամենաֆուլը, ավետի արժի 23500 այդ երկու տարբերակները, ու ամենաֆուլը Ultra Plus-ը, որ ամեն ինչ ունի, ամեն ինչ։ Ինչ ասես,
պրոյեկցիա, լիդեր, խացարնարան, մերսումի խոսքով ամեն ինչ, արժի 24.5 ու ինքը հաթանգ է կարծում եմ, այդքան տալ չարժի սեդանին, ինչքան էլ ուզում է հագեցված լինի։ Մի խոսքով ամենաօպտիմալ տարբերակը կամ 510 max հորգոսում խմբականակա արագ 45 օրում կբերենք $10,900 կամ 630 max պատվեր գործարանից հզոր գազան ավտո 0-ից 162 վայրկյանում հավաքող դիպալ S07-ից հզոր, S05-ից հզոր, BYD-ներից հզոր, մի խոսքով 286 ձիաուշ, $22,000, 630 հեռահարություն։ Հա, ու մեկ էլ հիբրիդները 240 max ultra plus ու գները 21-ից մինչև 23500 էլի պատվեր գործարանից 26 թիվ էլի գժական տարբերակա 21000-ով 26 թվի հիբրիդ սենց գժական ավտոյի համար էլի տոպից տոպը բոմբա մրցակիցներին ոչնչացրել է վերջապես այդ Zipal SL03-ը ունեցավ մրցակից որը որ իրան ոչնչացնում է Ժողովրդյան ոնց փաստերով տեսակ փաստերով անհերքելի փաստերով այս մեքենան տարվա հայտնությունն է ուղղակի գմփցրել է բանականությունը շուկան բոլոր մրցակիցներին անխնա ոչնչացրել է հոնչին դել չասեմ մի առեք այդ ավտոն ժողովուրդ ջան յան տվեք այդ հոնչից խափեություն է հոնչին ձեզ դնում է էշի տեղ այդ ավտոն ձեզ վրա տուրի տաներով այն ժամանակ երբ որ կա 0.6 10 անգամ հոնչից լավ նույն Երևանյան հոնչի գնով ուղղակի պատվեր հորգոսից ընդհանրապես Քարինգորից կբերենք Երևան $19,900 պատկլուչ գժական 25 թվի բոմբ սեդան BYD քինելին ոչնչացրած Tesla Model 3-ին ոչնչացրած մի խոսքով մրցակից չունի եթե սեդան ուրեմն A06 ժողովրդյան ամենաօպտիմալ տարբերակը ըստ իմ գնահատմամբ 630 max-ն է որը որ հորգոսում չկա պատվերի գործարանից է 3-3.5 ամիս նկատի ունեցեք ինչը էլի կվոտայի մեջ է կվոտա մինչև սեպտեմբերի վերջ իմ հաշվարկներով ուժի մեջ է $22,000-ով ունենում եք 286 ձիաուժանոց կայծակ 0-ից 100 6 ու 2 վայրկյանում հետև քաշող, այս ավտոն հետև քաշող է։ Tesla Model Y-ի պես կառավարելություն ունի, օստրի ռուլյոշկա ունի, իր դիմացի երկրածականի կախոցի հաշվին, բայց փափկությունը Tesla Model 3-ից մի քանի անգամ փափուկ է։ Այնի տախտակ է։ Մի խոսքով հզորությամբ այս ավտոն ուղղակի sense մրցակից չունի, Jeep-երից էլ ավել է։ Zipal S7-ից հզոր է, BYD Scion 06-ից հզոր է, հեռահարությունը բոլորից շատ է, ու հավասար է Zipal S7 630 ուլտրային, բայց BYD Scion 06-ից ավել է։ Մի խոսքով ինքը առհասարակ մրցակից ունի ժողովուրդ ջան, փափուկ, ձայնամեկուսացումը գերազանց, հեռահարությունը գերազանց, ձիաուժերը հզորությունը գերազանց, կոմֆորտը ուղղակի տոպից տոպ։ Սենց կոմֆորտ вообще ոչ մեկ չունի, вообще ոչ մեկ։ Այս գնային սեգմենտում։ Ուղղակի sense չանգանով ոչնչացրել է Volgan ջան, օրինակ վերցրու։ Մարդիկ $22,000 մեջ այնպես սեդան են տվել, որ ձեր BYD-ին հələ չգիտեմ, կիլոմետրով հեռու է այդ գնի մեջ այս sense որակ ունենալու, sense հագեցվածություն, sense հզորություն ունենալու համար, որովհետև ձեր քինելը 218 ձիաուժ, սովորական ստանդարտ, հա լավ սեդան է, բայց sense շքեղություն, sense հարմարավետություն, հետևից հատեղերի տակացում, հովացում չունի Volgan ջան։ Մի հատ հետ եք մնացել չանգանից մի ուրիշ տիպի, մի հատ խնդրում ես հորովակը նայեք։ Ժողովրդյան, ուրեմն ոնց որ թե այսքանն էր, շատ չեմ ուզում երկարացնեմ, խնդրում եմ ձեզ մի հատ անպայման դիտեք ես իմ արած հոլովակը, այս մարդկանց մասին, որոնք որ փաստերով ապացուցված գցող են, մինիմում 4 հոգու գցել են ու ոչ մի տիպի չեն ուզում գումարները փոխհատուցել, նույնիսկ դատերը շահելուց հետո, իրանց վրա հարուցվել է քրեական գործեր, 5 քրեական գործը վերաբացվել է, մի խոսքով, խնդրում եմ տեղեկացված լինեք, չթողեք որ ձեզ խափեն ու չթողեք որ ձեզ գցեն։ Հա, լիքը մարդու ավտո բերել են, բայց 4 մինիմում 4 ու ավել։ Նու փաստերով հաստատված 4։ Հոգու ավտո չեն բերել 22-23 թվից սկսած ու չեն ուզում փոխհատուցեն, մի հատ ներողի ասելու փոխարեն մի հատ իրանք են մունատ գալիս։ Մի խոսքով անպայման դիտեք, անպայման տարածեք, որտեվ Մարտինի, Արմենի, Հայկի ու մյուսի անունը մոռացա։ Տեղը կարող են հայտնվել ձեր բարեկամները, ձեր ազգականները, դուք, ձեր հարևանները, տենց որ չլինի, պետք է մարդիկ տեղեկացված լինեն։ Խնդրում եմ, տարածեք, անխնա տարածեք։ Արդարությունը վերականգնվելու է։ Այսօր այսքանը։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Եթե այս պահին ընդունում եք կամ ճաշում եք, ապա ծունի յոկե խաղովիկը։ Կհանդիպենք։